Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր հունիսի 13-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Այսօր մենք անպայման կխոսենք այն տվյալներին վերջնական, որը ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3 երկրորդ կեսին, երբ որ ավարտվեց վերահաշվառման process-ը։ 600-ից ավել տեղամասերում վերահաշվարկ գնում էր արդյունքների ընտրությունների, որոնք անցան հունիսի 7-ին, ու այս արդյունքների հիման վրա վերջնական տվյալները տրվեցին, որ կուսակցությունը ինչքան ձայն հավաքեց, որ կուսակցությունների ձայները ավելացան, որ այլ կուսակցությունների ձայները նույնիսկ փոքրացան, բայց ամենակարևորը այդ վերահաշվառման process-ը ավարտվեց։ Ես անպայման այսօր ուզում եմ անդրադառնալ այս կարևորագույն թեմային, ինչ է դա ցույց տալիս։ Վաղը ամսի 14-ին կարևորագույն օր է, դու գիտեք ամսի 14-ին հունիսի վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնական որոշումը կտա այս ընտրությունների հետ կապված։ Ինչ է լինելու, ով անցավ ազգային ժողով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարում է այս ընտրության process-ը վավեր, օրինական եւ կասի մեզ ինչքան մանդատներ ստանում էր անցած կուսակցությունները, ովքեր կունենան ֆրակցիաներ նոր ընտրված ազգային ժողովում, այդ որոշումը վաղն է լինելու։ Ու այս process-ի մասին անպայման այսօր պետք է խոսենք, քանի որ թվերը հրապարակված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վերահաշվարկից հետո։ Անպայման կանդրադառնանք Պուտին-Նիկոլ Փաշինյան հարաբերություններին։ Նիկոլ Փաշինյանը երեկ շնորհավորեց Վլադիմիր Պուտինին Դեն Ռոսիայի այդ Ռուսաստանի պաշտոնական օրվա կապակցությամբ։ Ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը այդ նամակում, երեք միջոցառում անցավ Ռուսաստանի դեսպանատանը, ինչ պատասխանեց Ռուսաստանի դեսպանը պարոն Կապիրկինը Նիկոլ Փաշինյանին, ինքը վերադարձավ Մոսկվայից Երևան, անչափ կարևոր process-ներ են, դրա մասին կխոսենք, ինչ է ուզում ընդդիմությունը, ռուսամետ ավելի ճիշտ ուժերը մեր քաղաքական դաշտում, ինչու իրանք ուզում են այս ընտրական process-ը դելեգիտիմացնել, ինչու են ասում, որ լեգիտիմ չեն ընտրությունները, ինչու՞մ է խնդրեմը, ինչու՞մ է հարցը, դա էլ պետք է քննարկենք։ Ուրեմն, սկսում ենք մեր այսօրվա շատ կարևոր այսօրվա աշխատանքը, անչափ կարևոր զարգացումներ են Հայաստանի ներսում գնում, բացի դրանից անպայման ես այսօր կանդրադառնամ մի քանի արտաքին քաղաքականության հետ կապված առնչվող հարցեր։ Օրինակ Եվրոմիություն, Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա, մի քանի խոսք այս թեմաներից էլ այսօր կխոսեմ ու մինչև սկիզբը մեր հաղորդման խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել եւ աջակցել մեր YouTube-յան ալիքին։ Ինչքան կարևոր է այդ աշխատանքը, դուք ինքներդ տեսնում եք, ինչ է կատարվում աշխարհում, ֆեյքեր, ստեր, բայց մենք աշխատում ենք ստուգելով ինֆորմացիան, ժամանակը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ենք, շատ ու շատ մեր վերլուծությունների մեջ, ուրեմն այս ինֆորմացիան պետք է եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բոլորին առանց բացառությամբ եւ Սփյուռքայությանը։ Ուրեմն ակտիվ աշխատենք, որ մեր YouTube-յան ալիքը ել ավելի ակտիվ տարածվի հայության մեջ։ Ուրեմն ուզում եմ ասել, որ Եվրոմիություն Վրաստան վաղուց է բարդ հարաբերությունների մեջ են, Եվրոմիություն, Վրաստանում ընթացող զարգացումները մտահոգում են Եվրոմիությանը, Վրաստանին էլ մտահոգում են քայլերը Եվրոմիության Վրաստանի կառավարության դեմ ուղղված, երեք անցավ Բրյուսելում հանդիպում Եվրոմիություն Վրաստան կապված այս վիզա ազատականացման հետ process-ի։ Դուք գիտեք, Վրաստանի քաղաքացիները Վրաստանի անձնագրերով
անխոչնդոտ մտնում են Շենգեն գոտի, մտնում են Եվրոմիության տարածք։ Վիզա ֆրի է իրանց մոտ, ազատ վիզայի ռեժիմ է։ Եվրոմիությունը ինչ որ ժամանակ առաջ մտցրեց սահմանափակումներ պաշտոնյաների համար Վրաստանի պաշտոնյաները, նաև այդ թվում դիվանագիտական անձնագրեր ունեցող անձինք չեն կարող առանց վիզա մտնել Եվրոմիություն։ Դա լուրջ քայլ էր Եվրոմիության կողմից ու դրա շուրջ քննարկում գնում էր երեք Բրյուսելում Եվրոմիություն Վրաստան։ Ավելին Եվրոմիությունը ընդհանրապես պլանավորում է ընդհանրապես մերժել ազատ վիզայի ռեժիմը ամբողջ Վրաստանի համար, բոլոր քաղաքացիների Վրաստանի քաղաքացիների համար։ Այս վիզայի ռեժիմից զրկելը Վրաստանին այս գործընթացը սկսեց Եվրոմիությունը։ Ու Վրաստանի պատվիրակությունը Բրյուսելում այդ խնդիրները քննարկում էր։ Այն արձագանքը, որը տվեց այդ բանակցություններից հետո անմիջապես Իրակլի Կոբախիձեն վարչապետը Վրաստանի ցույց է տալիս, որ լուրջ է process-ը։ Պարոն Կոբախիձեն ինչ ասեց, ինքը ասեց, որ վիզայի ռեժիմը, ազատ վիզայի ռեժիմը Եվրոմիություն Վրաստան, դա լուրջ լծակ է, որը օգտագործում է մեր դեմ Եվրոմիությունը ու դա շանտաժ է։ Դա նշանակում է, որ ընդհանուրի կողմերը չեկան։ Քանի որ Վրաստանի կառավարությունը ասում է, որ ընդդիմությունը կարող է ազատ գործել Վրաստանում, ոչ մի խնդրեմ չկա, խոչընդոտներ չկան եւ այլ, Եվրոմիության կարծիքը այլ է։ Ու ստեղ է, որ Եվրոմիությունը հաշվի առնելով խնդիրները Վրաստանի ներսում, այդ Եվրոմիության կարծիքն է բարձը, ուզում են վիզայի ռեժիմը փոխել Վրաստանի նկատմամբ։ Ընդհանրապես ազատ վիզայից հրաժարվել Վրաստանի հետ։ Ու պարոն Կոբախիձեն ասում է, որ այս ինստրումենտը, մեխանիզմը ազդելու մեր վրա ակտիվ օգտագործում է Եվրոմիությունը։ Ու Վրաստանի պատվիրակությունը փորձում է ապացուցել, որ Վրաստանում մարդու իրավունքների ոլորտում ոչ մի խնդիր չկա, Եվրոմիությունը համաձայն չի դրա հետ, ուրեմն շատ հավանական է, որ Վրաստանը մոտ ժամանակներս կզրկվի ազատ վիզայի ռեժիմից Եվրոմիության հետ, դա լավ լուր չի, բայց ուզում եմ տեղյակ պայել ձեզ այս խնդրի հետ կապված։ Ուկրաինա, Ռուսաստան։ Դուք գիտեք, վերջի ժամանակներս լրջագույն հաջողությունների հասնում է Ուկրաինան։ Ուկրաինայի անօթաչու սարքերը շատ զարգացած են, ամբողջ աշխարհը ուզում է այդ ոլորտում Ուկրաինայի հետ աշխատել, այդ դրոնների համակարգերը, տարբեր դրոնների շատ ուժեղ զարգանում են Ուկրաինայում, Ուկրաինայի հետ Միացյալ Նահանգները ստորագրեցին պայմանագիր այդ ոլորտում աշխատելու, գրեթե բոլոր եվրոպական երկրները, իրոք Ուկրաինայի դրոնները, հակաօդային այդ սարքերը անօթաչու սարքերը բավական էֆեկտիվ աշխատում են ու լրջագույն վնաս են հասցնում Ռուսաստանին այս վերջի մի քանի օրը Ուկրաինայի անօթաչու սարքերը, որոնք հարձակողական բնույթ են կրում, խոցեցին մեծ թվով գործարաններ Ռուսաստանի տարբեր մարզերում, նաև այդ թվում բավական խորքերում Թաթարստան հասան, գլխավոր իրանց թիրախները, դուք գիտեք, նավթա մշակման գործարաններ, գազային կենտրոններ եւ այլ, ու լրջագույն իրանք վնասներ հասցնում են, այն Ղրիմի հետ կապված ճգնաժամը դուք գիտեք, Ղրիմը ռեալ հիմա կտրված է Ռուսաստանից։ Ինչ եմ ուզում ասել, բավական ծանր պատերազմ է, Ռուսաստանը սկսեց, Ուկրաինան բավական էֆեկտիվ պաշտպանվում է ու վերջի ժամանակներս հակահարվածները Ուկրաինայի առաջի հերթին ATS այդ դրոնների մեխանիզմի միջոցով շատ զգայուն են, շատ ուժեղ են, ուժեղ հարված հասցնում են Ռուսաստանի։ Մեծ Բրիտանիա, ուրեմն ԵԱՀԿ-ում կա Մեծ Բրիտանիայի դեսպանի տեղակալ, որոնք հանդես եկան հայտարարությամբ ու ասեցին, որ շատ լավ է, որ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը իր զեկույցում Հայաստանի ընտրությունների հետ կապված դրական գնահատեցին ընդհանուր այդ process-ը, ճանաչեցին ընտրությունների արդյունքները, նշեցին, որ ընտրության օրը
բոլոր տեղամասերում բավական լավ կազմակերպված էին ընտրությունները, այս ձևի հայտարարություններ մեզ համար անչափ կարևոր են։ Մեզ համար, Հայաստանի համար ընտրություններից հետո շատ կարևոր է եւ ներքին լեգիտիմությունը այս ընտրությունների նկատմամբ որ լինի եւ արտաքին լեգիտիմությունը, որ դիտորդական առաքելությունները տարբեր երկրների, նաև այդ թվում տարբեր միջազգային կառույցների, ԵԱՀԿ-ն կլինի, Եվրոխորհուրդը կլինի, ԱՊԵ կառույցները անչափ կարևոր է դրսի արձագանքները, շնորհավորական խոսքերը ամբողջ աշխարհից, որոնք ուղղված էին Նիկոլ Փաշինյանին, քաղաքապայմանագիրին եւ դիտորդական առաքելությունների, միջազգային դիտորդական առաքելությունների հայտարարությունները ցույց են տալիս, որ լեգիտիմությունը շատ բարձր է այդ process-ի, բայց ինձ համար նաեւ շատ կարեւոր է, որ ներսում process-ները կապված ընտրությունների հետ վիճարկման այս ընտրությունների արդյունքների հետ կապված նաև լեգիտիմ հունով գնան օրենքի համաձայն եւ այլ, որ մեր ընտրությունների անցած հունիսի 7-ի ոչ մի ստվեր չընկնի այդ ընտրությունների վրա։ Հիմա միջև անցնել արդյունքների վերջնական այդ թվերի, որը տվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3/2 կեսին, օրվա ես պետք է ասեմ շատ կարևոր հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը, ուղեց Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահին, շնորհավորելով Ռուսաստանի նախագահին այս Ռուսաստանի տոնի ձեն Ռասիայի կապակցությամբ։ Ու ինքը ասեց, որ Նիկոլ Փաշինյանը, որ մենք պատրաստ ենք բաց եւ կառուցողական երկխոսությանը, ինքը ասեց, որ մենք պատրաստ ենք համագործակցել երկխոսել հիմնվելով մի քանի գլխավոր հիմքերի վրա, հարգել իրար նկատմամբ սուվերենությունը, հարգել մեր անկախությունները, մեր սուվերենությունը, հարգել պետական շահերը փոխադարձաբար, որ կողմերը շահերը իրանց հարգեն։ Ու պարզ է այլ բարի խոսքեր, ցանկություններ ռուս ժողովրդին, Պուտինին, ինչը ընդունված է այս ձևի շնորհավորական խոսքերի մեջ, բայց էությունը այդ տեքստին էր, որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մեր փոխադարձ համագործակցությունը պետք է հիմնված լինի, այդ երկխոսությունը հենված լինի հենց հարգանքի վրա մեր սուվերենության նկատմամբ։ Դող փոխադարձ սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը մենք պետք է հարգենք եւ պետական շահերը փոխադարձաբար հարգենք, ընդունենք, հասկանանք։ Անչափ կարևոր մեսեջներ էին Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այո, Վլադիմիր Պուտինը չի ճանաչե մեր ընտրությունները, արդյունքները, Ռուսաստանը չի ճանաչե, չի շնորհավորե Նիկոլ Փաշինյանին Վլադիմիր Պուտինը հաղթանակի կապակցությամբ հունիսի 7-ին անցկացված ընտրությունների արդյունքում, բայց այդ քայլը Նիկոլ Փաշինյանը ես ողջունում եմ։ Դա նուրբ դիվանագիտական քաղաքական քայլ էր։ Նիկոլ Փաշինյանը ասում է, այո, մենք գնում ենք դեպի Եվրոմիություն։ Մենք Դոնալդ Թրամփի հետ թրիփ ծրագիրը կիրականացնենք։ Մենք ինքնուրույն քաղաքականություն կվարենք, սուվերեն մեր որոշումները կընդունենք, բայց մենք ուզում ենք նաև Ռուսաստանի հետ աշխատել։ Ու անչափ կարևոր դա մեսեջ էր Ռուսաստանի։ Ես չգիտեմ, ես չեմ բացառում, որ վաղը, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենքի համաձայն վաղը հունիսի 14-ին վերջնական արդյունքները կներկայացնի ազգային ժողովի ընտրությունների, պարզ է կենտրոնական ընտրական հանձնաժողովը վավեր կհամարի այս ընտրությունները, ոչ մի հիմքեր չկան անվավեր համարել ընտրությունները, վավեր կհամարի, անպայման կենտրոնական ընտրական հանձնաժողովը վաղը կնշի, որ քաղաքական ուժերը անցան ազգային ժողով, որ ուժերը կունենան ինչ տոկոս
տոկոսներ ու ինչքան մանդատներ վաղ այդ ամեն ինչը կասվի, ակնհայտ կլինի, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը հաղթող դուրս եկավ, ու ես նույնիսկ չեմ բացառում, որ կունենա 60%-ից ավել մանդատներ, 60%-ից ավել մանդատներ ազգային ժողովի ներսում, բայց նշանակություն ունի, գլխավորը իրենք կունենան քաղաքապայմանագրի կայուն մեծամասնություն, միգուցե դրանից հետո Պուտինը ստիպված կլինի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքապայմանագրին, բայց ցանկացած դեպքում դեստրուկտիվ է Ռուսաստանի մոտեցումը, Ռուսաստանը պրոռուսական ուժերը օգտագործելով փորձում է ներսում լարված վիճակ պայել, ես չեմ բացառում, որ նույնիսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո այնուամենայնիվ Ռուսաստանը չշնորհավորի Նիկոլ Փաշինյանին, այս սցենարին մեր կառավարությունը պետք է պատրաստ լինի, համբերատար լինի, անընդհատ մեսիջներ Նիկոլ Փաշինյանը պետք է ուղարկի, որ պատրաստ է համագործակցել, հիշում եք Նիկոլ Փաշինյանը ընտրություններից անմիջապես հետո ասեց, որ պատրաստ է գնալ Մոսկվա, եթե Պուտինը իրան հրավիրի, ուրեմն այս քաղաքականությունը իմ կարծիքով շատ տրամաբանական, շատ խելոք քաղաքականություն է։ Երեք Ռուսաստանի դեսպանատանը անցավ միջոցառում նվիրված այդ ձեն Ռոսիայի, հասկանալի է դա, ու այդ միջոցառմանը մասնակցում էին Հայաստանից Մհեր Գրիգորյանը, փոխվարչապետը Հայաստանի եւ Ալեն Սիմոնյանը, բարձր պաշտոնյաներից իրանք էին, Ալեն Սիմոնյանը մեր ազգային ժողովի նախագահ։ Մհեր Գրիգորյանը ունեցել է ելույթ, որի ժամանակ, բացի այդ բարի խոսքերի, շնորհավորեցին Ռուսաստանի անկախության օրվա կապակցությամբ, ձեն Ռոսիայի կապակցությամբ, բացի այդ բարի խոսքերից, որ շնորհավորում են, ինքը նաեւ Մհեր Գրիգորյանը մեր կառավարությունից քաղաքական մեսիջ ուղարկեց, որ այն տարաձայնությունները, որոնք մեր մեջ կան, կհաղթահարվեն ինչ ճանապարհով, բաց երկխոսության ճանապարհով։ Դա շատ կարևոր մեսիջ էր ուղարկված Ռուսաստանին։ Ես պետք է ասեմ, որ Ռուսաստանի դեսպանը, պարոն Կապիրկինը, որը վերադարձավ Երևան, դուք գիտեք, իրան կանչեցին Մոսկվա, դա կոչվում է խորհրդակցությունների, Ռուսաստանը ցուցաբերում էր դժգոհություն Հայաստանի քաղաքականությունից գնալ դեպի Եվրոմիություն, ու այդպես էլ ասված էր, կանչված է Մոսկվա Կապիրկինը քննարկելու այս փոփոխությունը Հայաստանի արտաքին քաղաքականության ու գնալը դեպի Եվրոմիություն, Ռուսաստանը դրանից շատ դժգոհ էր, մոտավորապես 2 շաբաթ առաջ իրան պայեցին Մոսկվայում, հիմա հետ ուղարկեցին, պարոն Կապիրկինը ասեց, որ վերաիմաստավորման կարիք կա, քանի որ փոփոխվող իրողություններ են, փոփոխող աշխարհ է եւ անհրաժեշտություն կա հարմարվելու այս նոր զարգացումների փուլին, այդ առաջին միտքը քաղաքական կար իր ելույթում եւ մյուս միտքը, այդ շատ կարեւոր, որ Պարոն Կապիրկինը ասեց, որ Ռուսաստանը կյանքում հարցականի տակ չէ դրել, Հայաստանի ինքնիշխան արտաքին քաղաքականության անվիճելի իրավունքը։ Տես, Ռուսաստանը կասկածի տակ չի դնում, որ Հայաստանը իրավունք ունի արտաքին քաղաքականությունը իր ուզած ձևով ձևավորի։ Պարզ է դա լոկ խոսքեր են, Ռուսաստանը չի հանդուրժում, չի հանդուրժի մեր անկախ կեցվածքը արտաքին հարաբերությունների հարցերում, բայց ֆորմալ այդ մեսիջը երեք ուղարկված են, ուղղակի պարոն Կապիրկինը գումարեց, որ բայց Ռուսաստանը հույսով է, որ այս արտաքին քաղաքականության համագործակցությունը Ռուսաստանի այլ խաղացողների հետ վնաս չի բերի Ռուսաստանին։ Շատ կարևոր մեսիջեր Նիկոլ Փաշինյանի շնորհավորական խոսքերը Վլադիմիր Պուտինին շատ նուրբ դիվանագիտական քաղաքական քայլ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը կարող էր նեղացած լիներ, որ Պուտինը իրան չշնորհավորեց, ամբողջ աշխարհը շնորհավորեց Տրամպից սկսած Մակրոնով եւ այլ, ու կարող էր այդպես դիրք բռնել, որ նեղացած եմ, բայց ինքը ավելի ճիշտ իրան պայեց, շնորհավորեց Ռուսաստանը ձեն Ռոսիայի կապակցությամբ ու մեսիջներ ուղարկեց Ռուսաստանին, որ պատրաստ է երկխոսության միջոցով բոլոր հարցերը կարգավորել Ռուսաստանի հետ, դա բավական բարդ վիճակի մեջ է դնում Պուտինին։ Ես կասկած չունեմ, որ Պուտինը չի
պլանավոր է վաղը շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, երբ որ մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնական արդյունքները ընտրությունների տա, չեմ կարծում, որ ինքը պլանավորում էր շնորհավորել, ընդհանրապես ընդուներ մեր արդյունքները ընտրությունների, ավելին ես համոզված եմ, որ իրանք սպասում են, որ մեր պրոռուսական ընդդիմությունը բողոքներ ներկայացնի վաղվանից հետո սահմանադրական դատարան վիճարկի լեգիտիմությունը մեր ընտրությունների ու դա համընկնում է Կրեմլի այն վերջի ժամանակվա հայտարարությունների հունիսի 7-ից հետո համոզված եմ ինքը գնում էր այդ ճանապարհով Պուտինը, բայց Նիկոլ Փաշինյանի քայլը բավական ծանր վիճակի մեջ է իրան դնում Պուտինին։ Նայենք ոնց է շարժվել Ռուսաստանը, փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանը բավական դեստրուկտիվ է անում, դեստրուկտիվ քայլեր հետխորհրդային տարածքում, եւ պատերազմը Ուկրաինայի դեմ, եւ Ռուսաստանի քաղաքականությունը Վրաստանի, Մոլդովայի դեմ դրա ապացույց է, որ իրենք գնում են դեստրուկտիվ սխալ ճանապարհով։ Բայց Նիկոլ Փաշինյանի քայլը նուրբ քայլ էր ու նայենք ինչ կլինի։ Հիմա ես անցնում եմ կարևորագույն հարցին, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավարտեց վերահաշվարկման process-ը։ Վերահաշվարկ արվեց 637 ընտրատարածքներ տեղամասերում կներեք 637 տեղամասերում։ Իրոք դա ապացուցում է, որ այս իշխանությունները ժողովրդավար իշխանություն են։ Ես պետք է ձեզ հիշեցնեմ նախկին իշխանությունների ժամանակ, երբ որ ընդդիմությունը մեծ հավաքներ էր անցկացնում, պահանջում էր ու ասում էր կոնկրետ տեղեր, որտեղ որ ֆալսիֆիկացված են ընտրությունները, պահանջում են վերահաշվարկ անել։ Ես հիշում եմ ինչ ծանր process-ներ էին գնում։ Մեկ-երկու տեղերում, երբ որ համաձայնվում էին նախկինները վերահաշվարկ անել, գրեթե պատերազմական գործողություններ էին այդ տեղամասերում։ Ընտրատեղամասերում։ Ես հիշում եմ ճնշումը ամբողջ աշխարհի ստիպելու համար, որ նախկինները համաձայնվեր վերահաշվարկ անել գոնե 1-2 տեղամասերում։ Այս իշխանությունների ժամանակ խնդիր չկա։ Բողոքներ եկան ընդդիմադիր ռուսամետ ուժերից, այդ բողոքների հիման վրա վերահաշվարկ գնում էր այս վերջի 3 օրը։ Վերահաշվարկը ավարտվեց ու ցույց տվեց հետաքրքիր բան։ Այն արդյունքները ընտրությունների, որոնք հրապարակված էին ամսի հունիսի 8-ին, հիշում եք մոտավորապես առավոտ ժամը 9-ին, փոփոխություններ կատարվեցին։ Քաղաքպայմանագրի ձայները ավելացան 1148 ձայնով, Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները ավելացան 147 ձայնով, Ուժեղ Հայաստանի ձայները ավելացան 508 ձայնով, Հայաստան դաշինքի ձայները ավելացան 217 ձայնով։ Հիմա ես այլ քաղաքական ուժերի մասին չեմ խոսում, կային ուժեր, ում ձայները փոքրացան, կային ուժեր, որ մեծացան ձայները, բայց այդ գլխավոր 4 ուժերի, ով անցնում են ազգային ժողով, Բարգավաճ Հայաստանի մենակ դեպքում հարցական է, բայց ով անցնում է, իրենց թվերը ասեցի, վերահաշվարկը ցույց տվեց, որ օրինակ քաղաքպայմանագրի ձայների ավելացան 1148 ձայնով, 1148 ձայնով, ուրեմն այդ սխալները անել միտում ոչ մի չուներ քաղաքպայմանագիրը, ինչը իրանք արեցին սխալ իրանց դեմ ուղված, պարզ է դա անհետեթություն է, այդպես մտածել ու ավելին այն, որ հանգիստ առանց խնդրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունեց բոլոր ընդդիմադիր խաղացողների կուսակցությունների պահանջները վերահաշվառել ու բոլոր բողոքները բավարարեց։ Վերահաշվարկաները արեց 637 տեղամասերում։ Շատ բանի մասին է խոսում։ Դա ժողովրդավարության արտահայտությունն է։ Կան կասկածներ, որ կային սխալներ, պետք է անել վերահաշվարկ, արվեց վերահաշվարկ։ Ու ստեղ պետք է ասեմ, որ քանի որ վերահաշվարկի համաձայն Բարգավաճ Հայաստանի ձայները ավելացան 147 ձայնով, ես հիշում եմ, որ իրանց պակասը մոտավորապես 60 ձայներ, ուրեմն Բարգավաճ Հայաստանը վաղը կհայտարարվի, որ անցավ։ Ես
խոչընդոտ ուրիշ չեմ տեսնում, իրանք շատ հավանական է, որ 4%-անոց շեմը անցել են այս նոր թվերի, տրված մեծ նոր թվերի համաձայն։ Հիմա մեկը ուզում էր, որ իրանք անցնեին, մյուսը չէր ուզում, այդ կարևոր չի, ինձ համար կարևոր է, որ իրավական այս process-ը գնա, որ քաղաքական խնդիրները չխառնվեն իրավական process-ի հետ, քանի որ լեգիտիմությունը ապահովվում է նաև մաքուր իրավական process-ների միջոցով։ Մյուսը ինչի մասին ուզում եմ ասել, ստեղ ես նշեցի 4 գլխավոր ուժերը, որոնք կարծես թե բոլորը անցնում են ազգային ժողով, մի կողմից քաղաքապայմանագիր, մյուս կողմից ռուսամետ ուժեր, ուժեղ Հայաստան դաշինքներ եւ շատ հավանական է, որ անցավ Բարգավաճ Հայաստանը, բայց նաեւ կարևոր շեմ կա 2%-անոց։ Այդ 2%-անոց շեմը ինչով է կարևոր։ Կուսակցությունները, ովքեր վերջի ընտրությունների ժամանակ ազգային ժողով անցնում են 2%-անոց շեմը, չեն անցնում 4%-անոց շեմը, չեն դառնում պարլամենտի անդամ, չունեն ֆրակցիա, բայց անցնում են 2%-անոց շեմը, ապահովում են պետական ֆինանսավորմամբ։ Պետությունը ֆինանսավորում է այս ձևի կուսակցությունների գործունեությունը։ Ուրեմն ինչքան ես հասկացա, այդ վերջի տվյալների համաձայն երկու կուսակցություններ այդ 2%-անոց շեմը անցան։ Դա Արման Թաթոյանի կուսակցությունը, միասնության թևեր 2% իրանք անցել են, 5-րդն են ու 6-րդը Գուրգեն Սիմոնյանի շնորհապետական կուսակցությունը։ Իրանք էլ անցան 2%-անոց շեմը 6-րդ տեղը այս պայքարում զբաղեցրեցին ու իրանք էլ կստանան պետական ֆինանսավորում։ Հիմա անչափ կարևոր է իմանալ, որ 3 տեղամասերում ընտրությունները անբավեր համարվեցին ընտրական հանձնաժողովի կողմից, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, քանի որ մեկում հիշում եք Մեղրիում այնտեղ զինվորները քվեարկեցին գիշերը ժամը 8-ից հետո, դա ակնհայտ խախտում էր օրենքի, տեղամասում այդ մեծ թվով զինվորները չկարողացան տեղավորել, դրսում էին, դա նշանակում է, որ իրանք մտնում էին տեղամաս ընտրական խախտումով ժամը 8-ից հետո։ Ճիշտ է, որ չեղյալ համարվեցին ընտրությունները այդ տեղամասում։ Նաև չեղյալ համարվեցին տեղամասերը, ընտրությունները մի տեղամասում Նուբարաշենում Երևանում ու երրորդն էլ կա։ Մի տեղամաս, որտեղ որ չկային համար 8-ի տակ հանդես եկող կուսակցությանը, դա ԱԺԲ-ն էր, նու ճիշտը խոսանք, զարմանալի բան, ինչի չպետք է լիներ համար 8-ի կուսակցության բյուլետենները, որը հանդես էր գալիս համար 8-ի տակ, զարմանալի էր, ստեղ էլ չեղյալ համարվեցին ընտրությունները, արդյունքները։ Ես համարում եմ, որ այդ որոշումները կենտրոնական ընտրական հանձնաժողովի ճիշտ որոշումներ են։ Ու հիմա ինչ սպասենք։ Հիմա պետք է սպասենք մեկ բան շատ կարևոր։ Վաղվա որոշմանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Իմ կարծիքով կենտրոնական ընտրական հանձնաժողովը վավեր կհամարի այս ընտրությունները։ Դուք գիտեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավունք ունի անվավեր համարել ամբողջ գործընթացը ընտրական, բայց ստեղ ոչ մի հիմքեր չկան, վավեր կհամարվեն ընտրությունները, կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի, որ ուժերը անցան ազգային ժողով, ինչքան մանդատներ ստացան, ու իմ կարծիքով որոշում կընդունվի այդ 3 տեղամասերում, որտեղ որ անվավեր համարվեցին, զրոյացվեցին արդյունքները ընտրությունների, որ այնտեղ կրկնակի քվեարկություն անցկացվի, ուղիղ 7 օր անց։ Իմ կարծիքով դա էլ կարվի, ինչը պահանջ է օրենքի ու շատ նորմալ է անցկացնել 3 այդ տեղամասերում նոր քվեարկություն։ Դա ընտրարշավ չի, քարոզարշավ չի, ուղղակի 7 օրից մարդիկ պետք է հաստատեն կոպիտ ասած իրանց տրված միջ այդ ձայները։ Այո, մենք լսում ենք տարբեր ձայներ, որ անվավեր պետք է համարվեն ընտրությունները, դրա մասին խոսում են տարբեր
տարբեր ուժեր, նաև Բարգավաճ Հայաստանը շատ քննադատում էր այդ հաշվառման, վերահաշվառման process-ը Բարգավաճ Հայաստանն էլ ասեց, մենք կմտածենք, դիմենք սահմանադրական դատարան թե ոչ, դու գիտեք Հայաստան խմբակցությունը եւ ուժեղ Հայաստան խմբակցությունները ի պաշտոնե հայտարարեցին, որ իրանք կդիմեն վաղվանից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողով վիճարկելու ամբողջ ընտրարշավի process-ը, ընտրական process-ը, որ չեղյալ համարվեր ընտրությունները, բայց Բարգավաճ Հայաստանն էլ ասեց, որ կմիանա այդ բողոքի ու կդիմեն սահմանադրական դատարանին։ Լեգիտիմությունը այս ընտրությունների հարցականի տակ է դնում նաև Ռոբերտ Քոչարյանը, ինքը ասեց հիմա գնում են խորհրդակցություններ ընդդիմադիր ուժերի միջև համատեղ գործողությունների գնալ, մանդատների հետ կապված ինքը միանշանակ չասեց, որ չենք վերցնի, նույնիսկ ասեց ներսում էլ պետք է պայքարել, ինքը ասեց, որ Նիկոլ Փաշինյանը լուրջ խնդրի առջև կկանգնի, քանի որ Եվրոմիություն յադմ է այս պայքարը տուրբուլենտություն տակ ինքը չի դուրս գա, ամենավատ սցենարները նկարագրեց, այդ իրավունքն է, բայց եւ Սամվել Կարապետյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, ես ինչքան հասկացա, դնում են հարցականի տակ այս ընտրությունների լեգիտիմությունը, խոսում են մեծ խախտումների մասին, ֆալսիֆիկացիաների մասին, պահանջում են կամ նոր ընտրություններ կամ երկրորդ փուլ ընտրությունների։ Ես պետք է ասեմ, որ քաղաքական ուժերը ու առաջերտին ռուսամետ ուժերի այս գիծը փորձել դելեգիտիմացնել process-ը ես չեմ կիսում, համարում եմ դա շատ վտանգավոր ճանապարհ, մյուս կողմից ես տեսնում եմ իրանք դեմ չեն վերցնել մանդատները, իրանք պլանավորում են դիմել սահմանադրական դատարան, ինչը նախատեսված է մեր սահմանադրությունով, մեր ընտրական օրենսգրքով, իրենց հրապարակված արտահայտված դիրքորոշումը չի համապատասխանում քայլերի։ Քայլերը գնում են իրավական դաշտում, իրանք ուզում են դիմել հիմա սահմանադրական դատարան վաղվանից հետո, ինչը նորմալ է, դա նախատեսված է մեր սահմանադրության համաձայն, մեր օրենքների համաձայն, ընդդիմությունը իրավունք ունի բողոքարկել ընտրությունների արդյունքները, բայց իրենց ռետորաբանությունը չի համապատասխանում նրան, ինչ իրանք անում են, իրանք գնում են սահմանադրական ճանապարհով, բայց ռետորաբանությունը այլ բանի մասին է խոսում, փորձ է արվում, գոնե ինֆորմացիոն դաշտում ստեղծվել այդպես տպավորություն, որ իբր լեգիտիմ չէին ընտրությունները։ Ուրեմն ես ուզում եմ զգուշացնել ձեզ նյուանսների մասին, դες պատմեցի, տեսակ խորը ուսումնասիրեցինք մենք միասին այդ թվերը, պետք է ասեմ, որ այդ ամբողջ process-ը վերահաշվառման, հիմա եթե բողոքներ գնան սահմանադրական դատարանում process-ները բոլորը ապացուցում են, որ այս ընտրությունները լեգիտիմ էին, թափանցիկ, ժողովրդավար, մրցակցային, այո, թեժ բանավեճեր էին, շատ անգամ կողմերը անցնում էին կարմիր գծերը, իրար քննադատելով, փննվելով, չգիտեմ ինչ անելով, բայց ինքը ընտրական process-ը բավական մաքուր էր, թափանցիկ են, արդյունքներն են բավական պարզ են, երևում է նույնիսկ վերահաշվարկը ցույց տվեց, որ այն, որ քաղաքապայմանագիրը հաղթող դուրս եկավ ու առաջինն է ու կունենա մեծամասնություն ազգային ժողովում, հարցականի տակ չի կարելի է դնել, փաստերը խոսում են, որ այս ընտրությունները իրոք լեգիտիմ ընտրություններ են։ Ես ավարտեցի իմ ելույթը, միջ նոր հանդիպումներ։